ամենավառ օրինակը ճակերտներն իհարկե վառը, ինչպես մետրոյում նա հարձակվեց արցախցի կնոջ վրա իր երեխայի ներկայությամբ, փախածներ, չհամարձակվեք, միլիարդներ ենք ծախսել Արցախի համար, այս ինքնատիրապետումը կորցնելը ինչով է պայմանավորված եւ դա մի քանի այլ թեմաներ ունենք։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, իսկապես վերջին օրերին մենք ականատեսն ենք լինում վարչապետի ՆՓ-ի հիստերիկ պահվածքին իրեն չտիրապետելուն եւ ինչու հարց է առաջանում, ինչի պատճառով է դա, որովհետեւ արդեն մոտենում է իր իշխանության ավարտը, մոտենում է այն ժամկետը, որի ընթացքում նա խոստովանել էր իրականացնել որոշակի քայլեր թուրք-ադրբեջանական տանդեմին եւ չի կատարել այդ խոստովանությունը նրանց առաջ, ինքը շատ լավ գիտի ինչի դիմաց ինչ է խոստացել եւ ինչ է սպասվում իրեն որպես պատիժ, քանի որ այդ խոստումները չի կատարել։ Եվ նրանք փորձեցին, այս իշխանությունը փորձեց վերջին մի քանի ամսվա մեջ, այսպես ասած, տարբեր գործիքակազմ օգտագործել, որպեսզի իրենց վարկանիշը շրիշակի ցածր վարկանիշը մի քիչ բարձրացնի, բայց ոչինչ չի օգնում։ Նրանք շատ լավ հասկացան, որ ոչ այն խեղճ հարիվն ինչ հանի կարգախոսը այլևս չի օգնում։ Նրանք շատ լավ հասկացան, որ թոշակների բարձրացումը, 10,000 թոշակների բարձրացումը չի օգնում, ինչու, որովհետև նրանք նախ թոշակները 10,000-ով չպետք է բարձրացնեին, նրանք ավելին էին խոստացել, դրա մասին ավելի մանրամասը կխոսեմ, եւ երկրորդը մինչեւ ապրիլի 1-ը այդ հայտարարումը, ապրիլի 1-ից հետո բարձրացումը արդեն իրենց իսկ երաշխավորած, իրենց կինց, իրենց իսկ հովանավորության տակ գտնվող այդ մեծածախ առևտրով զբաղվողները այնպիսի թանկացումներ են առաջ քաշել հանրության առաջ, այնպիսի թանկացումների առաջ են կանգնեցրել հանրությանը, որ 10,000 այդ թանկացումների 1/3-ը կեսն էլ չի ծածկելու։ Նրանք շատ լավ հասկացան, որ 10,000 թոշակը արդեն թոշակառուն բացահայտորեն ընդունում է որպես կաշառք եւ հայտարարում է, որ իրենք նման կաշառքով վերընտրություն չեն անելու, Նիկոլ Փաշինյանին չեն ընտրելու։ Իրենք շատ լավ հասկացան, որ ապահովագրական համակարգը, որ այսպես թմբկահարելով ներդրեցին, արդեն 2 ամիս հետո իրենց լուրջ խնդիրների առաջ է կանգնեցրել, ինչու, որովհետև այդ համակարգը ներդրեցին 15 օրվա մեջ որոշում կայացնելով առանց նախապատրաստական բոլոր աշխատանքները կայացնելու։ Այսօր ավելի շատ հանրությունը բողոքում է հենց ապահովագրական համակարգի շրջանակում, ինչից բողոքում են բժիշկները, իրենց աշխատանքաբեռնվածությունը եռակի անգամ բարձրացել է, բազմակի անգամ եւ բազմակի անգամ աշխատավարձը իջել է։ Բողոքում են հաշմանդամները, ովքեր հաշմանդամության կարգեր ունեին եւ մինչեւ ապահովագրական համակարգը իրենց հասանելիք դեղորայքը ստանում էին ամբողջությամբ անվճար, հիմա այս ապահովագրական համակարգում շատերը այդ դեղորայքը ձեռք են բերում արդեն համավճարով։ Իսկ գիտեք, որ համավճարով իրենք իրավունք ունի դեղատունը փոխանցվող գումարի կրկնակին պահանջել։ Նրանք շատ լավ հասկացան, որ այսօր այդ ապահովագրական համակարգի ներդրումից հետո մարդիկ բողոքում են շտապ օգնության կանչեր տարեկան 8 անգամով սահմանափակելով 8-ից հետո մնացած բոլոր կանչերը վճարովի դարձնելով։ Նրանք շատ լավ հասկացան, որ այդ համակարգի ներդրումից հետո ըստ էության տնային կանչերը փակվեցին, տնային կանչերը արդեն հանվեցին, բացառությամբ շարժման խնդիրներ ունեցող հիվանդների եւ փոքր երեխաների։ Հասկանում եք, այսինքն նրանք ներդրեցին մի բան, բայց դրա փոխարեն իրենց սպասվելիք շնորհակալությունների փոխարեն մեծ դժգոհություններ են առաջանում, որովհետեւ ոչ թե դժգոհ են, որ ապահովագրական համակարգ է ներդրվել, այլ որովհետեւ այդ համակարգը չկազմակերպված է ներդրել եւ իրականում հերթեր են գոյացել, որի արդյունքում իրական հիվանդը չի կարողանում իր ժամանակին հասնել այդ համակարգից օգտվելուն եւ դա առաջացնում է նորից լրացուցիչ խնդիրներ։ Այսօր մենք լուրջ բողոքներ ունենք դեղատներից, ինչու, որովհետեւ փաստացիորեն մեծածախ առևտրով զբաղվող դեղատները ինչ են անում, իրենք ներկրվող դեղերը, որոնք գրանցված դեղերի ցուցակում չկան, կառավարությունը հնարավորություն է տվել իրենց սրտի ուզած կազմակերպություններին ներկրել այդ դեղերը եւ արդյունքում այդ ներկրող կազմակերպությունները
դեղատվությունները իրենց ուզած գներով դնում են դեղատներ եւ փոքր դեղատները իսկապես դժուժում են։ Այսինքն այս համակարգը լուրջ խնդիրների առաջ է կանգնեցրել։ Էլ չեմ ասում ֆինանսական խնդիրների առաջ, հենց իրեն կառավարության առաջ, եւ գիտենք, որ ընդամենը մարտի սկզբին արդեն նրանք դիմել էին կառավարություն, հիմնադրամը դիմել է կառավարություն, որպեսզի 2.9 միլիարդ լրացուցիչ տրամադրվի պահուստային ֆոնդից, մինչև փետրվարի 28-ը համակարգի առաջ կանգնած ֆինանսական ծախսերը փակելու համար։ Հասկանում եք, ինչ է նշանակում չկազմակերպված համակարգ ներդնելը։ Եվ այս իշխանությունը հասկացավ, որ այդ համակարգը ըստ էության, եթե ներդրել են, իրենց վնաս է, իդեմս իրենց է աշխատելու, որովհետև դժգոհությունները համակարգի կազմակերպական աշխատանքներից օր-օրի ավելանում են։ Իրենք շատ լավ հասկացան, որ իրենց խոստումների կատարման ժամկետն արդեն ավարտվել է եւ հանրությունը պահանջում է խոստումների կատարում, հարցեր է բարձրացնում այս կամ այն խոստումների չկատարման վերաբերյալ։ Իրենք այս ամենը հասկանալով փորձում են հիմա էլ արդեն դեմքները բացել, դիմակները հանել եւ ուղղակիորեն շանտաժի ենթարկել։ Նրանք շատ լավ հասկացան, որ հանրությունը այդ բեմադրված հանդիպումներով, մարզային հանդիպումներում, մարզային այցելություններում այդ բեմադրությունները իբր իրենց ընդունելության, այդ ամեն ինչը իսկապես իրական վերաբերմունք չէ, իրենք շատ լավ տեսան այդ վերաբերմունքը, իրենց նկատմամբ վերաբերմունքը ակնհայտորեն տեսան Երևանում մետրոյում, ակնհայտորեն տեսան բակերում հանդիպումների ժամանակ եւ այո, Երևանի մետրոյում, մետրոյի կայարանում նման վարքագծի դրսևորումը այս ամեն ինչի արդյունք էր։ Նիկոլը շատ լավ հասկացավ եւ մինչեւ մետրոն, եթե դուք ուշադրություն եք դարձրել սիրելի հայրենակիցներ, նրա մուտքը մինչեւ մետրո այն աստիճաններով իջնելիս երբ որ նա ողջունում էր դիմացից բարձրացող ուղևորներին, նա տեսավ, որ բոլորը շրջված են եւ որևէ մեկը բանի տեղ չդրեց իրեն որպես վարչապետ, որևէ մեկը չարձագանքեց վարչապետի ողջույններին եւ երբ որ նա մտավ մետրոյի վագոն եւ փորձում էր այդ քարտեզը փոխանցել ուղևորներին, նրանք բոլորը մեկ մարդու նման բոյկոտեցին եւ ոչ մեկը ձեռքը չառավ այդ քարտեզը եւ դա այդ ամենը նրան հիստերիայի մեջ գցեց, իրեն թվում էր, որ ինքը իր անձով այնքան կա, որ ժողովուրդը պիտի գլխիկոր իրեն ընդունի, ինչպես ինքը ընդունում է Ալիևին, ինչպես ինքը ընդունում է գլխիկոր հայտնվում է Ալիևի առաջ եւ կատարում է Ալիևի բոլոր ցանկություններն ու պահանջները, իրեն թվում է, որ ինքը այդքան կա, որ մի հատ էլ պետքա ժողովուրդը իրեն այդպես ընդունի։ Եվ արդեն քանի որ մնացել են ընդամենը 2 ամիս իրենց իշխանությանը եւ Ալիևի պահանջները ոչ միայն չեն կատարվել, այլ պահանջները օր-օրի աճում են, օր-օրի նոր պահանջներ է դնում Ալիևը, նա արդեն անցել է բացահայտ շանտաժի եւ ինչ հայտարարեց 3 թե առաջի օր, ասում է, եթե ԿՊ-ն սահմանադրական մեծամասնություն չստանա ընտրությունների արդյունքում, ապա պատերազմ կլինի։ Սիրելի հայրենակիցներ, ուշադրություն դարձրեք, նա չի ասում, որ եթե իրենք ստանան սահմանադրական մեծամասնություն, ապա պատերազմ չի լինի։ Նա պարզապես ասում է, եթե մենք չստանանք, պատերազմ կլինի։ Այդ ով է ձեզ այդ տեղեկատվությունը տվել։ Այդ որ պատերազմ հրահրողն է, պատերազմի պատրաստ գնացող երկիրն է ձեզ նման տեղեկություն հայտնել եւ ինչու հենց ձեզ, ինչ պայմանավորվածություն ունեք նրա հետ, որ այդ նման պահանջ եւ նման պայման է դրել եւ ձեզ հայտարարել է, որ եթե չընտրվեք, ապա իրենք պատերազմ են սկսելու։ Այդ ինչ եք խոստացել, որ չի կատարվել եւ նրանք դրանով են ձեզ վախեցնում, դուք էլ փորձում եք ժողովրդին վախեցնել։ Սա շանտաժ է, սա քրեական հետապնդվող հայտարարություն է, քրեորեն հետապնդվող եւ իհարկե իրենք անպայմանորեն ժամանակին այդ հայտարարությունը տալու են։ Ես էլի եմ կրկնում, հարցեր են առաջանում, ինչու հենց ձեզ ով է նման հայտարարություն, պատերազմ սկսելու հայտարարություն արել եւ դուք այդ ինչ եք խոստացել, որ չեք կատարել եւ նրանք այդ չկատարման դիմաց պատերազմով են վախեցնում, թե ձեզ, թե մեր ժողովրդին եւ ինչու այդքան վստահ չեք, որ ձեր իշխանության
օրոք հաստատ պատերազմ չլինի, որովհետև դուք շատ լավ գիտեք, որ այս տարիների ընթացքում 5 տարի ընտրվեցիք, բայց 3 անգամ պատերազմի առաջ է կանգնել մեր երկիրը ձեր իշխանության օրոք, թե այդ պատերազմներն ու այսօրվա իմիտացիան, խաղաղության իմիտացիան նորից պայմանավորվածությունների արդյունք է։ Միգուցե այդպես է, եւ դուք ակնհայտորեն փորձում եք ձեր վարքագծով խոստովանել։ Սա է այն իրավիճակը, որի արդյունքում Նիկոլը եւ ԿՊԱ-ականները հիստերիկ հայտարարություններ են անում, հիստերիայի մեջ են այսօր էլ падգամավորներից մեկը Միկին падգամավոր, որը ըստ էության ես 5 տարվա ընթացքում ես որ падգամավոր եմ եղել, երևի 3-4 անգամ եմ մոտեցել ընդամենը ամբիոնին եւ անընդհատ խոսել եմ մարտի 1-ից, ես փորձեցի հասկանալ, թե այս անգամ որ պիտի մոտենա մարտի ամբիոնին, մարտի 1-ի ու այդ քննարկող հարցի հետ ինչ կապ է գտնելու եւ ոչ են կողմ Տիկին Քլոյանը հայտարարում է, այ դուք որ գաք իշխանության, դուք խոսելու եք, դուք ասելու եք դա դիվանքը մերն է, դուք ասելու եք Արցախը մերն է, դուք դրանով տարածքային ամբողջականություն, տարածքային պահանջներ եք ներկայացնելու Ադրբեջանի առաջ եւ դրա արդյունքում պատերազմ է սկսվելու։ Տիկին Քլոյան, դա դիվանքը մերն է ու մերն է լինելու եւ դա դու չէ որ պիտի որոշես, դուք չէ, ԿՊ-ն չէ որ պիտի որոշի, դա պատմական իրողություն է եւ ձեզնից ոչ մեկը չի կարող այդ իրողությունը այսպես ջնջել հանել, մանկուրտ եք ուզում դարձնել մեր ժողովրդին, այսինքն ինչ է նշանակում դա դիվանքը, դուք ասեք դա դիվանքը, դե ասեք որ դա դիվանքը մերը չի, դե ասեք եթե կարող եք, այդ ինչ ասելու բան է, այո դա դիվանքը մերն է ու մերն է լինելու եւ ոչ մի Քլոյան, ոչ մի Ռուբինյան չի կարող հակադարձել եւ այս ամենը ձեզ հիստերիայի մեջ է գցել եւ հիմա էլ ուրիշ բան չունեք եւ ուղղակիորեն ձեր ինքներդ ձեր ձեռքով ձեր դիմակները պատրեցիք եւ հիմա ժողովրդին վախեցնում եք շանտաժով, պատերազմի շանտաժով, սա ծիծաղելի է, որովհետեւ ժողովուրդը շատ լավ հասկանում է եւ այլևս ձեզ չի վստահում։ Եվ հիմա ես ինչի է այս ամեն ինչը, որովհետև ցանկացած հանդիպման ժամանակ մարդիկ իրենց առաջ հարցեր են դնում, դուք խոստացել եք ես չեք արել, դուք խոստացել եք ես չեք արել, իրանց թվում էր, որ այդ ուրախ ավտոբուսը, այդ կարկանդակն ու կուկուրուզը, այդ խաշած կարտոֆիլը պետք է մարդկանց մոռացնի իրենց խոստումներն ու իրենց խոստումների չկատարումը եւ հասկացան, որ դրանք հակառակ ազդեցություն ունեցան, վարկանիշի իջեցում եղավ առանձատել շրիշակից ցածր։ Եվ հիմա ես սիրելի հայրենակիցներ, պարզապես ուզում եմ հիշեցնել տարբեր խոստումներ, որոնք իբր թե պետք է իրենք իրականացնեին հանրության մեր քաղաքացիների կյանքի որակը բարեկեցությունը բարելավելու նպատակով, բայց այդ խոստումներին նրանք ընդհանրապես չեն մոտեցել, ընդհանրապես չեն իրականացրել։ Ես հիմա կխոսեմ կենսաթոշակների մասին, որոնք այսպես եւ 10,000 բարձրացումներից բացի այն, որ իրենք այսպես թմբկահարում են, ինչ էին իրենք իրականում խոստացել։ Իրենք խոստացել էին միջին կենսաթոշակը հասցնել նվազագույն սպառողական զամբյուղին։ Իսկ ինչքան է նվազագույն սպառողական զամբյուղը, սիրելի հայրենակիցներ, 78,836 դրամ ըստ առողջապահության նախարարության մեթոդաբանության հաշվարկի։ 78,836 Հիմա փորձենք հասկանալ այս 10,000-ը ինչ է դարձնում 10,000-ի ավելացումը եւ իրենց այսպես ասած այդքան թմբկահարվող հետ վերադարձը ինչ է դարձնում իրական թոշակը իրենց իսկ թվերն եմ ներկայացնում միջին կենսաթոշակը մինչեւ այս 10,000-ը 49,000 է պլյուս 10,000 որ պետք է լինի ապրիլի 1-ից եւ պլյուս 4,100 իրենց թվերը միջինում, որոնք հետ վերադարձով այդ կանխիկի արդյունքում, ոչ կանխիկ առևտրի արդյունքում թոշակառուները ստանում են միջինում 4,100 է հետ վերադառնում։ Այս ամեն ինչը միասին կազմում է 63,000 դրամի կարգի, բայց կրկնում եմ, միջին սպառողական զամբյուղը 78,836 է, նրանք խոստացել են 78,836, բայց այս ավելացումներով հասցնում են մոտավորապես 63,000-ի, էլի եմ կրկնում, դա ապրիլի 1-ից, բայց մինչև ապրիլի 1-ը արդեն գնաճը այնքան է ավելացել, որ
այդ 63000-ի գնողունակությունը իջել է եւ այդ 10000-ը նորից ըստ էության համարվում է չավելացած։ Սա է իրենց խոստումը եւ երբ որ թոշակառուն այդ հարցը տալիս է, նա իհարկե պետք է հիստերիկանա, իհարկե պետք է ուրիշ այլ երևույթներ գտնի եւ կնոջը հայտարարի փախած, արցախցի կնոջը վիրավորի բոլոր արցախցիներին, ել չի ասում, որ ինքն է այդ մարդկանց տնավեր դարձրել։ Իր վարած քաղաքականության արդյունքում են մարդիկ թողել իրենց տներն ու եկել եւ այս մարդը իր մեղավորությունը չի ուզում տեսնել եւ Արցախցուն վիրավորում է նրանց համարելով փախած։ Փախածը դու ես, փախածը դուք ձեր թիմակիցներն եք, որ էսա այն ձեր հայտարարած չուկ-չարակ գնաց կնստելով փախնելու եք, փախչողները դուք եք լինելու եւ ոչ թե արցախցիները։ Հաջորդ խոստումը, որի մասին ես ուզում եմ հիշեցնել մեր քաղաքացիներին, սիրելի հայրենակիցներ, այս մարդիկ խոստացել էին ու ընդ որում դրանով էլ քվեներ են ստացել, որ նվազագույն աշխատավարձը Հայաստանի Հանրապետությունում պետք է լինի 85,000, դրանք խոստացել էին 21 թվականին, իրենց ընտրության ժամանակ, էլ չհաշվենք, որ այդ խոստումը իրապես կոնկրետ թիվ, բացարձակ թիվ նշելը ինչ-որ իմաստով ապուշություն է, որովհետև նախ 21 թվականից մինչև 26 թվականը նրանք չէին կարող հաշվարկել այս գնաճը, որտեղ իրենց կառավարման արդյունքում աշխարհում այս տնտեսական ճգնաժամի արդյունքում իսկապես գնաճը եւ գնաճի տոկոսները կանխատեսելը աբսուրդ էր։ Եվ երբ մենք պահանջեցինք օրենքով ամրագրել, որ միջին նվազագույն աշխատավարձը պետք է լինի սպառողական զամբյուղին հավասար եւ ոչ թե թվով, այլ հենց հավասար եւ որևէ կառավարություն իրավունք չպետք է ունենա թվային խաղերով այդ ամեն ինչը փոփոխել, նրանք մերժեցին։ Հիմա 85,000 խոստացել են, 75,000 նվազագույն աշխատավարձն է այսօրվա դրությամբ եւ բնականաբար բյուջեին ոչ մի փոփոխություն չկա եւ դա չի փոխվելու։ Այսինքն այս պահի դրությամբ մենք ունենք աշխատող աղքատներ։ Իսկ ինչ է ասում կոնվենցիան Եվրոպական սոցիալական խարտիան։ Նա հստակ ասում է, որ նվազագույն աշխատավարձը որևէ երկրում ով վավերացրել է այդ խարտիան, իսկ մեր երկիրը վավերացրել է, պետք է լինի միջին աշխատավարձի ամենաքիչը 40%-ի չափով, իսկ մեր երկրում միջին աշխատավարձը հենց իրենց իսկ հայտարարած թվերով 300,000 դրամ է, դե հաշվենք 300,000 դրամի 40%-ը, դա 120,000 է, որտեղ 120,000 դրամը, որտեղ այսօրվա 75,000 դրամը, եւ իրենք հենց դրա մասին խոսում են, ասում են, բայց չէ որ մենք ապահովագրական համակարգ ենք ներդրել եւ ապահովագրական համակարգի արդյունքում մենք դեղորայք ենք անվճար տալիս քաղաքացիներին, մենք անվճար բուժում ենք առաջարկում քաղաքացիներին, լսեք, նախ համավճարի մասին մի մոռացեք, իսկ այն փոխանցումները, որ դուք եք անում, այնքան քիչ է, որ կրկնակի անգամ ավել քաղաքացին համավճար է մուծում, որպեսզի համարժեք բուժումը ստանա։ Բացի այդ, այսինքն տեսեք ինչ են ասում այս մարդիկ քաղաքացիներին, մեր հայրենակիցներին, ասում են, ոչինչ դուք կիսասոված մնացեք, ոչինչ որ դուք կիսասոված լինելու արդյունքում աշխատող աղքատ լինելու արդյունքում տարբեր հիվանդություններ եք ձեռք բերելու, այ դուք կիսասոված մնացեք, այ դուք հիվանդացեք, հենց հիվանդանաք, մենք ապահովագրական համակարգով ձեզ կբուժենք։ Տեսեք, ո՞րն է ում եք ինչի տեղ դնում, իսկ միգուցե ավելի ճիշտ քաղաքականություն վարեիք, իսկ միգուցե ավելի շատ բարձրացնեիք նվազագույն աշխատավարձը, միջին թոշակ, կեսաթոշակը եւ արդյունքում կիսասովածների ու այդ կիսասովածության արդյունքում հիվանդների թիվը կչանար եւ ապահովագրական համակարգին տրամադրող գումարներն իջեցվեին։ Եկեք այդ ուղղությամբ մտածենք, մարդը ոչինչ, դե կհիվանդանաս, դե մենք քեզ կբուժենք։ Ինչու՞, որովհետեւ իրենց ձեռք է տալիս անառողջ մարդը, իրեն ձեռք է տալիս հիվանդ մարդը, որովհետև անառողջ հիվանդ մարդուն կողմնորոշելը, կախյալ վիճակում պահելը շատ ավելի հեշտ է, իսկ առողջ մարդուն կախվածության մեջ գցելը քիչ է։ Եվ դրա համար իրենք այս քաղաքականությունն են իրականացնում։ Իրենք փոխարեն
կանխարգելումը ուժեղացնեն, փոխարեն առաջնային օղակում, առողջապահության առաջնային օղակում գումարների տրամադրումը մեծացնեն, իրենք արդեն հիվանդությունների բարդացված վիճակում բուժման ֆինանսական միջոցներն են մեծացնում։ Սա նախ շատ լուրջ կոռուպցիայի հիմք է եւ երկրորդը ընդհանրապես հեռու է սոցիալական քաղաքականությունից։ Սիրելի հայրենակիցներ, հաջորդ խոստումը, որ սրանք տվեցին, նորից կներեք մի բան էլ, հիշեցի ես իրենց այս միջին նվազագույն աշխատավարձի ու միջին աշխատավարձի տարբերությունից։ Նրանք ինչ են ասում են, հա ճիշտ է, 75,000 է, միջին աշխատավարձը 300,000 է, բայց գիտեք, մեզ մոտ ավելի շատ աշխատողները դեպի 300,000 աշխատավարձին են ձգտում, քան 75-ին, այսինքն ասել է, թե նվազագույն աշխատավարձ ստացողների թիվը շատ քիչ է, ճիշտ եք ասում, գիտեք, հիմա պարզապես թվեր հնչեցնեմ, սիրելի հայրենակիցներ, մեզ մոտ ՊԵԿ-ի տվյալներով աշխատող քաղաքացիների քանակը 800,000 է, ըստ առողջապահության ապահովագրության համակարգի ինձ ներկայացված նամակով հարցումով ներկայացված թվերի, եւ դա բնականաբար ճիշտ է, 200,000 եւ ավել աշխատավարձ ստացողների թիվը 270,000 է կազմում, այսինքն տեսեք 800 եւ ավել աշխատողներից ընդամենը 270,000-ն են ստանում 200-ից ավել աշխատավարձ, ասել է, թե այդ միջին 300-ը ստացվում է շատ փոքր խմբի բարձր աշխատավարձերի արդյունքում եւ հիմա մինչեւ 200,000 աշխատողների մեջ քանիսն են 75,000 ստացող, քանիսն են 100,000, էապես դա ոչինչ չի փոխում, որովհետեւ էլի եմ ասում, ըստ խարտիայի նախ նվազագույնը պետք է լիներ 120,000, որպիսի մենք աշխատող աղքատներ չունենայինք, մեզ մոտ այն մնացած 500 քանիսը աշխատող աղքատների բանակից են, հասկանում եք, աշխատող աղքատների բանակից են, եւ այս մարդիկ իրենց գլուխները գովում են, թե մենք կյանքի որակը բարձրացրել ենք, մենք մարդկանց կյանքի բարեկեցությունը բարձրացրել ենք, դուք միայն ձեր կյանքի որակն եք բարձրացրել, դուք միայն ավելի լավ դուք եք ապրում, ոչ թե հանրությունը։ Մյուս խոստումը, որի մասին ես նորից կուզեմ հիշեցնել, սիրելի հայրենակիցներ, ըստ էության այդ կրթական համակարգը, ինչու եմ ես միշտ ուշադրություն դարձնում առողջապահության եւ կրթական համակարգին, որովհետեւ սրանք այն համակարգերն են, որոնց արդյունքում եթե մենք ունենանք կրթված եւ առողջ մարդիկ, ապա իրենց ընտրողները քիչ են լինելու, իրենց նախընտրողները քիչ են լինելու, իսկ իրենք ամեն ինչ անում են, որ անառողջ եւ չկրթված մարդկանց թիվը շատանա, որպիսի կախվածությունը մեծանա, որպիսի իրենք շատ ընտրողներ ունենան։ Հիմա էլի խոստումների մասին, երբ ես խոսում եմ 300 դպրոցի խոստման ու իրենց խոստման չկատարման մասին, այստեղ ԿՊ-ն ամբողջ ազգային ժողովի դահլիճում այսպես խլրտումների մեջ է լինում, որ ես էլի հիշեցրեցի դա։ Եվ դեռ ավելին, տիկին նախարարը վերջին ելույթներից մեկում ասում է, գիտեք, մենք ավելի շատ դպրոց ենք կառուցել, քան նախորդ 3 նախագահները միասին վերցրած։ Եվ ես փորձեցի եւ ես ճշտեցի այն քանակը, թվերը, որոնք դպրոցների քանակը, որոնք կառուցվել են 3 նախկին նախագահների ժամանակ եւ իրենց ժամանակ։ Եվ դա ես ստացել եմ իրենցից գրավոր իմ նամակներին ի պատասխան։ Եվ ես հիմա ուղղակի սիրելի հայրենակիցներ, այդ թվերն եմ հնչեցնում եւ դուք փորձեք ինքներդ հասկանալ, որի ժամանակ ավելի շատ դպրոց է կառուցվել ու վերանորոգվել։ Եվ այսպես, կառուցվել եւ վերակառուցվել են Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ 106 դպրոց, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ 142 դպրոց, Սերժ Սարգսյանի ժամանակ 37 դպրոց, Նիկոլ Փաշինյանի ժամանակ մինչև օրս 51 դպրոց։ Որ չմոռանամ նշել, որ նույն Նիկոլ Փաշինյանի ժամանակ 19-ից 24 թվականներին փակվել է 22 դպրոց, մինչև 24 թվականը։ Հիմնանորոգվել են Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ 18, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ 118, Սերժ Սարգսյանի ժամանակ 102 եւ Նիկոլ Փաշինյանի ժամանակ նորից 51 դպրոց։ Դե մի հատ գումարենք իրար։ Արդյունքում 3 նախագահների ժամանակ կառուցվել է 285-ը, Նիկոլի ժամանակ 51-ը,
Վերանորոգվել է 3 նախագահների ժամանակ 238-ը, Նիկոլի ժամանակ 51-ը եւ Նիկոլի ժամանակ փակվել է 22 դպրոց արդեն։ Հիմա այդ որ թվային համակարգում է 51-ն ավելի մեծ, քան 285-ը կամ 238-ը։ Դա միայն ԿՊԻ-ն է հայտնի, ԿՊԻ-ն հարակից թիմին է հայտնի։ Եթե որևէ մեկը կարող է այս թվաբանությունը ինձ բացատրել, խնդրեմ, շատ ուրախ կլինեմ, շատ շնորհակալ կլինեմ։ Ես իրենց առաջ այդ հարցը դրել եմ, իհարկե իրենք չեն կարող նման հարցի պատասխանել։ Եվ բնականաբար, երբ մարդիկ պահանջում են դպրոցների խոստումների չկատարում, մանկապարտեզների խոստումների չկատարում, հիշում եք, երբ որ գնացել էր Մարալիկ, գյուղի բնակիչը հարցնում էր, լսեք, ասում էր, դուք խոստացել եք մեզ մոտ մանկապարտեզ կառուցելու, մեր մանկապարտեզը ձեր կառուցվող մանկապարտեզների ցանկում է, եւ նախ հարց էր տալիս, ինչու գյուղից 3 կիլոմետր են կողմ եք այդ մանկապարտեզը սարքում եւ երբ եք ի վերջո սարքելու, ինչ է պատասխանում, այսպես ասած, ժողովրդին բարեկեցի կյանքով ապահովել խոստացող Փաշինյանը ասում է, մեր աշխելքն ասա, որ մանկապարտեզ ենք սարքում։ Ձեր աշխելքն ասա։ Այո, ձեր աշխելքն ասա, որ փորձում եք ձեր ստերով մարդկանց կերակրել, ձեր ստերով մարդկանց աչքերին թոս փչել, չի ստացվելու, համոզված եղեք, որ չի ստացվելու եւ հետեւաբար նաեւ դուք չեք կարողանալու իրականացնել այն ծրագիրը, որի կատարման համար դուք եկել էիք իշխանության, որի համար ձեզ բերել էին իշխանության, իսկ ո՞րն էր այդ ծրագիրը։ Ես վաղուց իմ բոլոր ելույթներում ասել եմ, այո, այս իշխանությունը եկել է, այս իշխանությանը բերել են երկիրը կործանման տանելու նպատակով եւ բնականաբար նաև թուրք-ադրբեջանական տանդեմի աջակցությամբ եւ ինձ հակադարձող ԿՊԱ-ականների եւ իրենց առաջ եմ այս հարցը բարձրացրել առաջարկել եմ լուծել մի վարժություն, կատարել մի վարժություն ունենք որևէ X երկիր գրեք քայլերի այն շարքը որոնք դուք կիրականացնեիք այդ X երկիրը կործանելու համար Եթե դուք իրապես եկեք քայլերը գրեք եւ ձեր գրած քայլերը համեմատեք այն քայլերի հետ, որ իրականացրել եք դուք իշխանություն գալուց։ Հիմա սիրելի հայրենակիցներ, եկեք միասին այդ վարժությունը կատարենք, որովհետեւ ԿՊ-ն այդպես էլ չկատարեց այդ վարժությունը կամ գուցե իր մտքում կատարեց։ Որպեսզի որևէ X երկիր կործանեն, բնականաբար առաջին հերթին պետք է ուսումնասիրություններ անեն եւ գտնեն այդ երկրի ժողովրդի համար որոնք են արժեքային համակարգը, արժեքային արժեքները, արժեքային համակարգի բաղադրիչները եւ պետք է փորձեն այդ արժեքային համակարգի բաղադրիչները կործանել, վերացնել։ Իսկ որոնք էին մեր ժողովրդի համար արժեքային համակարգի բաղադրիչները, բնականաբար ընտանիքը, հայրենիքը, կրթությունը, հերոսբանակը, հաղթանակները, ցեղասպանության ճանաչման գործընթացը, ճիշտ բանակցային հարաբերությունները հարևան գործընկերների երկրների հետ։ Իսկ ինչ արեց ԿՊ-ն իր իշխանության գալու առաջին հենց օրվանից, հիշենք։ Սկսեց ընտանիքի ու ընտանեկան արժեքների խեղաթյուրումը, բանակների հերոսների հեղինակազրկումը, կրթական համակարգը քանդելու գործընթացը, գործընկեր երկրների հետ հարաբերությունների փչացնելը, Իրան, Ռուսաստան, Վրաստան, ցեղասպանության ճանաչման գործընթացից հրաժարումը, Սփյուռքի նախարարության փակումը, գյուղատնտեսության նախարարության փակումը, ասում եմ, ել որ ասեմ, ել որը, բա սրանք այդ քայլերը, ինչին այդ գործողությունները, իրենք իրենց նպատակը չհայտնեցին, որ կործանման նպատակ ունեն, երկիրը կործանման տանելու նպատակ ունեն, բայց շատ լավ գիտենք, չէ, սիրելի հայրենակիցներ, որ ցանկացած նպատակ, երբ որ որևէ ծրագիր է գրվում, նախ գրվում է նպատակը, գրվում են այն խնդիրները, որ պետք է լուծվեն եւ այն գործողությունները, որ պետք է կատարվեն այդ խնդիրները լուծելու համար։ Այս մարդիկ նպատակը խնդիրները չձևակերպեցին, իրենց համար թաքուն մտքում ձևակերպեցին, հանրությանը սուտ խոստումներ, սուտ ստեր խոսեցին, բայց գործողությունները սրանք էին։ Իսկ այդ գործողությունները միտված էին զուտ միայն երկիրը կործանման տանելու նպատակին հասնելու համար եւ թող որևէ կերպ չփորձեն իրենց արդարացնել։ Այո, իրենք եկել էին ծրագրավորված մեր երկիրը կործանման տանելու եւ բնականաբար հենց սկզբում, որպեսզի այդ
այդ նպատակը ու այդ խնդիրները, որոնք պետք է լուծեին այդ նպատակին հասնելու համար, այսպես բացահայտ չերևան, քվե ստանալու համար իրենք ժողովրդին ականջահաճո, ժողովրդի սրտից բխող, արժեքային համակարգից բխող հայտարարություններ էին անում, խոսում էին Արցախը մերն է, տերենք սահմանադրությանը, տերենք մեր ինքնիշխանությանը, մարդկանց կյանքը բարելավելու ենք, աշխատատեղեր ենք բացելու, թոշակներ ենք բարձրացնելու, նվազագույն աշխատավարձ ենք բարձրացնելու, խաղաղություն ենք բերելու եւ փաստորեն ըստ էության այս կարգախոսներով նրանք ձայներ քվեներ տարան, բայց հենց եկան իշխանության նշեցի արդեն այդ գործողությունները եւ իրենց իշխանության օրոք 3 պատերազմի առաջ կանգնեցրին մեր ժողովրդին իրենց իշխանության օրոք։ Հիմա դա պայմանավորվածություններ թե պատահականներ եւ այսօրվա խաղաղության իմիտացիան պայմանավորվածություն է թե պատահականություն է, սիրելի հայրենակիցներ, դուք ինքներդ գնահատեք։ Իհարկե պայմանավորվածություն է եւ այսօր արդեն իրենց դիմակները պատրել են եւ բարձրաձայն հայտարարում են թե եթե մենք չընտրվենք ապա եւ ոչ միայն ընտրվենք, սահմանադրական մեծամասնություն չունենանք, ապա պատերազմ է լինելու։ Ինչու? Որովհետեւ իրենք խոստացել են, սա ինչին է իրենց պետք սահմանադրական մեծամասնությունը, որովհետեւ գիտեն, որ առանց այդ սահմանադրական մեծամասնության նրանք չեն կարող սահմանադրություն փոխել։ Առանց այս սահմանադրական մեծամասնության նրանք սահմանների, մեր ինքնիշխան սահմանների տարածքների ազատելու Ադրբեջանի առաջ պահանջ դնել չեն կարող։ Եվ նրանք ինչ են անում։ Սահմանադրական մեծամասնության վաղը մյուս օրը վարչատարածքային իրենց հայտարարած օրենքներով կարող են այնպիսի իրավիճակի հասցնել ժողովրդին, որ թուրքն ու ադրբեջանցին լցվի Հայաստան։ Հիշեք իրենց 300,000 ադրբեջանցիների Հայաստանում բնակվելու մասին հայտարարությունները իրենց եւ հենց Ալիևի։ Եկեք հասկանանք, սիրելի հայրենակիցներ, եթե 300,000 ադրբեջանցին գա Հայաստան, մի քանի տարվա ընթացքում այդ 300,000-ը կդառնա 1 միլիոն, իրենց այս արագ աճի տեմպերով։ Մի քանի տարի հետո առանց պատերազմի է, իրենք կդառնան ընտրողների 1 միլիոնը։ Հերիք է էլի, որ իրենք ունենան ադրբեջանցի ընտրող 1 միլիոն եւ ավելի։ Պարզ չի, որ երկիրը արդեն տվեցինք ադրբեջանցուն։ Սա է իրենց ծրագիրը, սիրելի հայրենակիցներ։ Այո, իրենք դպրոցները չեն սարքում, քիչ է, մարզերում փակում են ամբուլատորիաները, մարզերում բոլոր բուժական կենտրոնները կենտրոնացնում են մեկ բժշկական կենտրոնի մեջ, մարզերում փակում են բարձրագույն բուհերը փակում են։ Եվ ինչ են հայտարարում։ Ասում են, ոչինչ, որ մենք փակում ենք մարզային բուհերը, չէ որ մարզի երիտասարդն էլ է ուզում Երևանում գալ։ Հիշեք մի քանի ամիս առաջ իրենք ասում էին, ոչինչ, որ բուհերը փակում ենք, մարզի երիտասարդը կգա ու ակադեմիական քաղաքում կսովորի։ Եվ դրանով հիմնավորեցին ու ընդունեցին բարձրագույն կրթության մասին օրենքում այն փոփոխությունները, որով 3 տարի հետո մարզային բուհերը փակվելու են։ Այո, այսօրվա արդեն ընդունված օրենքով։ Եվ դա ընդունելուց հետո ընդամենը 1 ամիս առաջ հայտարարում են, որ ակադեմիական քաղաքի ծրագիրը սառեցվում է։ Ակադեմիական քաղաքի ծրագրի շարունակելիությունը կսկսվի 30 թվականից, իսկ բուն աշխատանքները 34 թվականից։ Բա կրթական համակարգը քանդել է, ոնց է լինում, սիրելի ժողովուրդ։ Ունենք չկրթված մարդ, ունենք առնառողջ մարդ, ունենք կախված մարդ եւ իրենք դրանով ապահովում են իրենց հնարավոր ձայները։ Սիրելի հայրենակիցներ, ես համոզված եմ, որ մենք միասին թույլ չենք տալու սրանց վերընտրությունը։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ այս ուժը չվերընտրվի եւ համոզված եմ, որ այո, միասին թույլ չենք տալու, որ Արցախը թշնամուն հանձնելու դիմաց, մեր ինքնիշխան սահմանները ադրբեջանական զորքերը լցնելու դիմաց, ցեղասպանության գործընթացը, ճանաչման գործընթացը դադարեցնելու դիմաց, Արցախայության վերադարձի իրավունքի մասին չբարձրաձայնելու դիմաց, Արցախահայ ռազմաքաղաքական գերիների Բաքվի բանտերից ազատման մասին չխոսելու դիմաց, սրա իշխանություն պահելու համար ամեն ինչի պատրաստ ԿՊ-ն
չի վերընտրվելու։ Իրենք իրենց են չուք չարակ գնացքով նստելու, հեռանալու են, եւ մենք ընտրելու ենք իրական ազգային պետականամետ ընդդիմադիր ուժի։ Մենք ընտրելու ենք միասին սրանց վռնդելու ենք իշխանությունից եւ ընտրելու ենք այնպիսի ուժի, ընդդիմադիր ուժի, որ ունի երկիրը այս մարտահրավերներից վեր հանելու իրատեսական ծրագիր, այնպիսի ուժի, որ այդ իրատեսական ծրագիրը իրականացնելու կարողականություն եւ ներուժ ունի, եւ մենք անպայմանորեն ունենալու ենք ազգային կառավարություն։ Շնորհակալություն։